Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը։ Նախընտրական քարոզարշավը մտնում է եզրափակիչ փուլ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից է նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին, խոսելու անցած 19 օրերի քարոզարշավի քաղաքական հիմնական ուղերձների եւ առաջիկա ծրագրերի մասին։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Քարոզարշավի արդեն 19-րդ օրն է ըստ էության, ինչ եք հասցրել հասկանալ ընտրողների տրամադրությունից։ Գիտեք, շատ կանխատեսելը շատ անշնորհակալ գործ է, որ ասել, այս կլինի, այն կլինի, հստակ շանս կա փոփոխությունների եւ այդ շանսը պետք է օգտագործել։ Ընտրողները պետք է անպայման գնան քվեարկության, եւ որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մենք կունենանք բազմազան ուժերից բաղկացած պարլամենտ եւ որևէ քաղաքական միավոր չի ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանությունը չարիք է։ Եվ հիմա ժողովրդից է կախված, այսինքն ժողովուրդը ինչպիսի մանդատ է տալիս քաղաքական ուժերին։ Ես ժողովրդին անդադար կոչ եմ անում, որ որևէ քաղաքական ուժի չտա բացարձակ մեծամասնության մանդատ։ Դա չարիք է, հետեւաբար պետք է այնպես քվեարկել, որ պարլամենտում լինեն փոփոխություններ, երկրում լինեն փոփոխություններ, իշխանությունը փոխվի, պարլամենտական ուժերը փոխվեն, հակակշիռներ լինեն, բալանս լինի, տարբերվող կարծիքներ լինեն եւ դրանով երկրի իմունիտետը կբարձրանա եւ նաեւ որ ով էլ որ կլինի մեր բանակցողը բազմաթիվ ուժերի հաշվետու կլինի եւ բազմաթիվ ուժերի հաշվետու եղած բանակցողը կարողանա արտաքին աշխարհում նաեւ ուժեղ դիրքերից հանդես գալ այն իմաստով որ կգնամ կքննարկեմ կխոսենք հա ոչ թե մի մարդ լինի որը մի ուժ ներկայացնում եւ այդ մարդուն ճնշեն անդադար միակողմանի զիջումներ ստանան սա է մեր տեսլականը մենք ուզում ենք կոմպրոմիսային ուժերից բաղկացած պարլամենտ եւ վարչապետ Եվ էսա մեր մոտեցումը, ժողովրդին ներկայացնում ենք, բավականին լավ ըմբռնում կա, ընկալում կա եւ շատ լավ ընդունում են ձեր այդ ուղերձները։ Այո, շատ լավ դա ուզում ասել, որ շատ լավ արդյունքներ ունենք։ Ես եթե քարոզարշավի առաջի 5-6 օրը դեռ կասկածում էի, որ կկարողանանք կտրվել մնացած բոլոր ուժերից, մյուս ուժերից, հիմա վստահ կարող եմ ասել, որ մենք արդեն այդ ընտրական շեմը հաղթահարելու խնդիր չունենք, կլինենք անպայման պարլամենտում, այլ բանա թե ինչ դասավորություն կլինի։ Սա էլ է շատ կարևոր, դրա համար ժողովրդին կոչ եմ անում, որ չտան ոչ մի ուժի բացարձակ մանդատ։ Ակնհայտ է, որ մենք բացարձակ մանդատ ստացողը չենք։ Մենք կլինենք պարլամենտում, բայց մենք բացարձակ մանդատ ստացող չենք, որովհետև այդքան ձայն, այդքան ռեսուրս չկա։ Այսինքն դուք եք գալիս ընդդիմափոխության, ինչպես որ օրինակ մասնակցող ուժերից կան ուժեր, ովքեր որ ասում են մենք գալիս ենք ոչ թե իշխանափոխության, այլ ընդդիմափոխության։ Ստացվում է, որ դուք եք գալի ընդդիմափոխության։ Ոչ, ես ասում եմ, որ դուք տակ բազմաթիվ ուժերի ձայն է, ոչ մի ուժ չի ունենա բացարձակ իշխանություն։ Դա նշանակում է, որ գործընկերային որևէ ֆորմատ կձևավորվի, որտեղ կընտրվի կոմպրոմիսային վարչապետ։ Եթե ընդդիմափոխություն լինի, դա նշանակում է, որ եթե որևէ ուժ ուզում է ընդդիմափոխություն լինի, դա նշանակում է, որ գործող իշխանություն լինելու է իշխանության։ Այսինքն ովքեր որ ասում են մենք գալիս ենք ընդդիմափոխության, նրանք արդեն կապիտուլյացիան ընդունել են, նրանք արդեն ուրեմն ընդունել են, որ գործող իշխանությունը հաղթում է։ Հասկանում եք, մենք հույս ունենք, որ գործող իշխանությունը չի հաղթի, մենք քարոզում ենք դա եւ նաեւ մենք ասում ենք որ որևէ այլ ուժի էլ չտակ բացարձակ մեծամասնություն նայեք այնպես չի որ մենք ասում ենք միայն ԿՊ-ն չունենա բացարձակ իշխանություն ուրիշ ով ուզում ալին թող ունենա ոչ մի ուժ Հայաստանում չպետք է ունենա բացարձակ իշխանություն ինչ վերաբերում անդիմությանը շատ կարեւոր փաստարկ կա եթե անգամ իշխանությունը պատկերացնում ենք վերարտադրվում է ապա այստեղ էլ խնդրեմ լինելու որ մենք գոնե չպետք է ունենանք այն ընդդիմությունը որ ունենք հիմա Այսինքն մենք պետք է ունենանք պարլամենտ, որտեղ կա ընդդիմություն, որը անխոցելի է, ոչ մի բան հնարավոր չէ ընդդիմությանը ասել։ Սա եք թալան է, նա եք թալան է, այն է կարե, էս է կարե, այն է կարե, հասկանում եք, որևէ դեբատ չի տեղի ունենում այդ պարագայում։ Օրինակ մենք եղել ենք ընդդիմադիր ուժ 10, 19, 20, 21 թվականներին, մենք եղել ենք ընդդիմադիր ուժ մինչև այդ 17 թվականին, 16 թվականին, մենք անխոցելի ընդդիմադիր ենք եղել։ Բայց ես իմաստով ես ուզում եմ հավատալ որ մենք ունենալու ենք երկրում փոփոխություններ։ Արդյոք ձեր ասածից իշխանափոխության համար։ Արդյոք ձեր ասածից ստացվում է, որ եթե ձեր ասած անցողիկ շեմը հաղթահարեք եւ այսպես կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռվի, դուք պատրաստ եք թեկուզ ձեր
առաջարկներով, եթե կուզեք պահանջներով ձևավորել այդ կառավարությունը, կոալիցիա կազմել բոլորի հետ, ովքեր որ կառաջարկեն եւ հաշվի կնստեն ձեր Մեր մոտեցումը հետեւյալն է, որ կապ չունի գործող իշխանություն, նախկիններ, ներկաներ դուք պատրաստ եք։ Մեր մոտեցումը հետեւյալն է, որ չպետք է որևէ մեկը ընտրվի վարչապետ, ով որ հիմա է վարչապետ, կամ որ նախկինում երկիրը ղեկավարել է։ Ոչ մեկը չպետք է լինի այդ մարդկանցից։ Պետք է ընտրվի կոմպրոմիսային վարչապետ։ Ով է կոմպրոմիսային վարչապետը։ Դա մեկ մարդ է, որի շուրջ կլինի համաձայնություն անցած ուժերի միջև եւ դրա հիման վրա կձևավորվի օրինակ կարող է ազգային համաձայնության կառավարություն լինի, կարող է կառավարություն լինի համագործակցության, բայց կլինի ոչ նախկինում, ոչ ներկայում որևէ մեկը չէ, որ դերակատար է եղել, այսինքն այդ մարդու վերաբերյալ հազարով մի բան։ Եվ մարդ, որին մենք հակակշռում եւ փոզսպում ենք։ Այսինքն բոլոր ուժերը իրենց ներդրում ունենում են, նախկին բարքերը, նախկին չգիտեմ այդ ինչի համար եղել է հեղափոխությունը, այդ ամեն ինչը մենք գարանտոր ենք լինում, երաշխավորում ենք, որ դա չի վերադառնալու, չի վերարտադրվելու, բայց նաև ներկան չի մնում, փոխվում է եւ ունենում ենք հակակշռված պարլամենտ։ Պատկերացրեք այդ հակակշիռներով պարլամենտին հիմա ինչ են անդադար ով է վարչապետը, չէ՞ ինչ որ վարչապետը դարձել են դա ինչ որ հայոց հարցը։ Ժողովուրդ ջան, կարևորը պետականություն ունենալն է, որը ունենք։ Կարևորը եղած պետականությունը պաշտպանելն է։ Վարչապետի գործը մի հատ գործ է, որ ինչ որ մեկը պետք է որոշում կայացնողը գործադի իշխանությունը ղեկավարի։ Որոշում կայացնողը Հայաստանում պետք է լինի պարլամենտը։ Հայաստանը պարլամենտական երկիր է։ Եվ նաև այս համանadrության խնդիրն է դրա մեջ նաև։ Եվ այս իմաստով եթե մենք չենք ունենում մի անձի իշխանություն, հետա գալիս որոշումների կայացման դաշտը պարլամենտին եւ հակակշիռներ են գործում։ Այդ մի մարդուն չի ճնշում Ալիևը, Էրդողանը, Պուտինը, չգիտեմ ով եւ նրանից զիջումներ ստանում։ Հասկանում եք, էսա մեր տեսլականը։ Պարոն Մարուկյան, ձեր կարծիքով այն ինչի՞ մա տեղի ունենում։ Այս 19 օրերի ընթացքում այն ինչ տեղի ունեցավ եւ ըստ էության մոտ 10 օր էլ տեղի կունենա։ Սա գաղափարների պայքար է թե դարձյալ անձերի։ Այստեղ ես գաղափարների պայքար չեմ տեսնում, այստեղ ես տեսնում եմ ատելության խոսքով լցված պոպուլիստական խոստումներ, թիրախավորված ինչ-որ տուն խլելու, բան անելու, որը մենք 21 թվականին տեսել ենք։ Իշխանության պլանը հետևյալն է. 3 ընդդիմադիր ուժերին թիրախավորել որպես մեկ ընդդիմադիր ուժ, բևեռացնել, ժողովրդին տալ ուղերձ, որ ընդդիմադիր դաշտում միայն այս 3-ն են ու իրանք են, երկուսով կռիվ գնան ու 21 թվի արդյունք ունենան, էլի Փաշինյանը հաղթի, պարլամենտը ունենա այս ձևի ընդդիմություն, ծայրահեղ խոցելի։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, մի խաբվեք, ընդդիմադիր դաշտը այդ 3-ից չի բաղկացած եւ բանը Հայաստանն էլ չի մնացել միայն քաղաքպայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի հույսին։ Դադարեցրեք այդ բևեռացված մոտեցումը եւ փորձեք ձայնը ուղղորդել օրինակ Լուսավոր Հայաստանի մեր օգտին, մեր թիմի օգտին, մենք նորացված թիմով ենք հանդես գալիս, 19 քվեաթերթիկն ենք, որ մենք կարողանանք ձեզ խոստված վերջին 10 տարվա հեղափոխությունից հետո ռեֆորմները, բարեփոխումները եւ հիմա եղածը ձեզ հասցնել։ Օրինակ, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք օրենքով արգելել բանկերին նման բարձր տոկոսադրույքով վարկեր տալ։ Կենտրոնական բանկը, մեր ազգային բանկը, առևտրային բանկերին 6.7%-ով փող է տալիս։ Այս փողը տալիս են ժողովրդին 20, 24, 18, 19, ես իմ այսպես բարձր տոկոսներով։ Այս մարժան, այս մեծ դաշտը ահա որ մեծ եկամուտ է, գերշահույթ է ապահովում։ Մենք ուզում ենք սա օրենքով արգելել, սահմանափակել, նվազեցնել, որ մի քիչ մարդիկ լավ ապրեն։ Իրենք չեն ուզում որ մարդիկ լավ ապրեն։ Ինչի, որովհետև եթե մարդիկ լավ ապրեն, ասֆալտով չեն խաբվի, բարձուրով չեն խաբվի եւ ընտրությունների ժամանակ այս վիճակը չենք ունենա։ Հաջորդ բանը, որ մենք տեսնում ենք, որ բանկերն ու ԴՀԿ-ն իրար դաշին քարած մարդկանց գույքը խլում են առավոտից իրիկու։ Դատական վերահսկողություն չկա, էլեկտրոնային համակարգը չի աշխատում։ Անկամ մի փոքր տուգանքի համար մարդը արտասահմանում խնդիրների առաջ է կանգնում, քարտերի վրա արգելանքներ դրած։ Էլեկտրոնային ճանապարհով արգելանքները դնում են, բայց դու պետք է գնաս քարշ գաս ամիսներով այդ հիմնարկների առաջ, որ այդ արգելանքդ հանեն։ Այդ դեպքում որ կարող սխալվել են, կարող դու արագ մուծել ես, կարող դու վճարել ես տուգանքդ, բայց իրանք էլի ուղարկել են։ Մարդկա չի ծանուցվում, բայց բանը արդեն արգելանքները դրված է հաշվի վրա։ Տուն ու տեղները խլում են մարդկանց։ Մարդիկ տանը նստած տունը աճուրդի են հանում։ Խայտարակ բաներ են տեղի ունենում։ Որ տեսեք, բոլորը ինչ որ վեհ մեծ բաներից են, չէ՞ խոսում։ Այսինքն մարդկանց առօրյա այնքան խնդիրներ կան, որը լուծելու է, հնարավոր է արագ լուծել։ Մենք այս փաթեթները ունենք, օրենսդրական նախագծերը ունենք, պատրաստի դրած են։
պետքա գնանք դրանք կյանքի կոչենք։ Պարոն Մարկյան, ինչը պակասեց 2021-ին ձեզ, որ հիմա հետևություններ եք կարել, չգիտեմ, գուցե լրացրել եք եւ հիմա այսպես վստահորեն ասում եք, որ գոնե 4%-ի շեմը հաղթահարելու եք։ Որտեւ եթե 21-ին դա չհաջողվեց, ինչու պետք է հաջողվի հիմա, ինչ է կարել։ Ես ձեզ ասեմ, հիմա օրինակ եթե մենք նայենք Հայաստանի ինդիմադիր պատմությունը, 1000 ուժերի տարբեր ժամանակներում տարբեր բանով չի հաջողվել։ 21 թվականին ժողովուրդը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Հիմա ժողովուրդը հոգնել է Նիկոլ Փաշինյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ, Սերժ Սարգսյանից էլ։ Այսինքն 3 ուժի են ձայն տվել, մնացած բոլոր ուժերը չեն անցել 21 թվականին։ 5 տարի անց մենք ունենք տոտալ այլ իրավիճակ։ Ժողովուրդը չի տանելու իր ձայնը տա էլի Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ չգիտեմ, այսինքն բավականին բան է փոխվել եւ նաեւ այս իմաստով մեր հետևորդների թիվը բավականին մեծացել է վերջին 5 տարիների ընթացքում։ Մեր դեմ մեծ սև արշավ է իրականացվել այն ժամանակ, հիմա էլ է բնականաբար իրականացվում, բայց մարդիկ ընթացքում հասկացել են, չէ, ինչ որ միտքը փոխել է, բան մեկ հետո հասկացել որ այս մարդկանց անիմաստ, հանիրավի անվանարկել են, թիրախավորել են, ինչ ասել են, բայց իրականության հետ կապ չի ունեցել, բայց մարդը արդեն դրա հիման վրա սխալ ընտրություն է կատարել։ Բավականին փոփոխություններ են տեղի ունեցել եւ այդ ուսումնասիրությունները մենք ունենք, դրա համար ոչ մի խնդիր ես իմաստով չենք տեսնում, բայց միևնույն ժամանակ չեմ կարող մարդկանց խափեմ ասեմ, Ժորժ ջան, ես ելնելու եմ ձեր վարչապետը, այ իմ օրոք դուք սենց կլինի, իմ օրոք ես էս կանեմ, բան, մենք լուրջ մարդիկ ենք։ Մենք տեսնում ենք, որ մենք կարանք մաքսիմում 7% ձեն տանենք, այդ ուղղությամբ աշխատում ենք, գնում ենք, մենք մարդկանց չենք կարող խափենք։ Այո, անցողիկ ենք, բայց միևնույն ժամանակ իշխանություն մենք միայնակ չենք կարող ձևավորել։ Հետեւաբար ես որևէ եթերում չեմ ասում։ Հունիսի 8-ին որ ես լինեմ վարչապետ, ես սենց եմ անելու բան։ Չի մի քիչ անդուրջ է, էլի, այսինքն հիմա մենք տեսնում ենք, չէ, գիտենք։ Դրա համար մենք շատ ռեալիստական ծրագրով, ռեալիստական թիրախային խնդիրներ ենք բարձրացնում։ Արտաքին քաղաքականության մասով օրինակ հայ-թուրքական սահմանը, մենք պնդում ենք, որ սահմանը չպետքա բացվի, քանի դեռ մեր օրենսդրությունը չի բարեփոխվել եւ մենք չենք դրել են արգելքները, որ այդ էքսպանսիան մեր ազգային ռազմավարական օբյեկտները չգան գրավեն, մինչեւ այդ փաթեթները չընդունվի։ Մենք սահմանը չենք բացելու։ Բանակցային գործընթացի վերաբերյալ, էլի մենք մեր մոտեցումներ ունենք, ցանկացած հարցի է բեր, մեր մոտեցումները։ Ադրբեջանը ստորագրել է խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության այդ պայմանագրում նախաստորագրված այս փաստաթուղթը փաստաթուղթում այնպիսի կետեր կան, որ մենք գտնում ենք, որ այդ կետերը չպետք է լինեն, այդ կետերը պետքա հանվեն։ Պետքա այդ կետերը հանվեն, որից հետո Դիվանագիտությամբ դա հնարավոր է։ Այո, բնականաբար դա հնարավոր է։ Ես դրա վրա աշխատել եմ, իմ հրաժարականից հետո իրանք համաձայնվել են այդ կետերին։ Այդ կետերը պետք է հանվեն։ Այդ կետերով Հայաստանը իրենք դարձնում են հաշմանդամ պետություն։ Տեսեք, ընդդիմադիր քաղաքական ուժեր կան, ովքեր ասում են մենք որ գանք, մենք եք ստորագրենք։ Ժորժ ջան, եթե դուք պետքա գաք, դուք ստորագրեք, այնա Նիկոլը կա էլի։ Այսինքն դուք ուր եք իր դեմ դուրս եկել, ինչ եք ուզում։ Ուզում եք դուք ելնեք Նիկոլ, Նիկոլից Նիկոլ եք ուզում։ Գուցե գիտակցում եմ, որ եթե չարեցին, մյուս դեպքում պատերազմ է լինում։ Բայց նայեք, նախ եթե չարեցին, մյուս դեպքում պատերազմ չի լինում։ Դա իշխանության ահաբեկչական բանն է։ Թեզերն է, որ մարդիկ վախի տակ գնան քվեարկեն։ Մենք ասում ենք՝ մի ընտրիր վախով, ընտրիր քո ազգային արժեքներով, հասկացիր, որ դու ինչ ազգ ես, որտեղից ես եկել, ուր ես գնում, դու լեգիտիմ իրավունք ունես տեղ ապրելու, քո լեգիտիմ սահմանները խախտված են։ Գիտակցիր հնարավորությունները, եւ գիտակցիր հնարավորությունները, որ դու կարող ես այո առանց պատերազմների այդ կետերին չհամաձայնվես եւ ոչ ոք քեզ չի կարա պարտադրի։ Ոչ ոք չի կարա առանց Արցախի պարտադրի, որ դու պետքա Միջանցք տաս։ Չկա Արցախ։ Հասկանում եք, այդ արտոնյալ ճանապարհի թեման Միջանցքի թեմա է եղել։ Այդ արտոնյալ ճանապարհի թեման եղել է Արցախով։ Արցախը կարար դա բանակցել, որովհետև Արցախը կար։ Հիմա Արցախը չկա, էլ եկել ասում են մենք կգանք, մենք էլ կստորագրենք։ Հենա Նիկոլը ստորագրել է էլի, դուք ուր եք գալի։ Մեր ծրագրերը ամբողջությամբ տարբերվում են մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի ծրագրերից։ Հայաստանում ընդդիմադիր ուժերը անգամ էս չեն ֆիքսում, էլի որ դու չես կարող նույն ծրագրերով, նույն իշխանության օրակարգով գազམ-մասնակցես ընտրություններին։ Դե ընտրողը նայելու է, դե այնեկա, նույն բանն եք ասում, իմաստորն է ձեզ ընտրելու։ Մենք նույն բանը չենք ասում։ Ոչ թե նույն բանը չենք ասում, որ ասենք մենք տարբեր ենք։ Ոչ, մենք ուրիշ տեսլական ունենք, ձևը գիտենք, կետերը գիտենք, բանակցելու ձևը գիտենք, որ դա հնարավոր է անել։ Նախընտրական այս շրջանում բավական էսպես լայն քննարկվում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դուք ո՞րն է ձեր դիրքորոշումը Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ հարաբերություններում։ Մեր դիրքորոշումն այն է, որ Արևմուտքի հետ մենք այնինչ հարաբերություններ որ ունենք,
Դրանք նորմալ գործընկերային բարեկամական հարաբերություններ են, արևմուտքը դե պայմանական օրինակ չի։ Դերսնենք Միացյալ Նահանգների հետ բնականաբար շատ լավ հարաբերություններ ունեցել ենք եւ այն պետքա զարգացնել։ Մեծ Բրիտանիան էլի առանձին կարող եմ օրինակ ասել։ Ֆրանսիան գիտեք որքան խորն է մեր հարաբերությունները։ Այդքան Ֆրանսիան զորք հանեց աֆրիկյան երկրներից, շանս ուներ Հայաստանը այդ զորքերից նաեւ աջակցություն ուզելու Հայաստանի համար, ոչ մի բան չարվեց։ Սա էլ է մեր թեզերից եղել, որ մենք սրա մասին խոսել ենք։ Ոչ մի բան չարվեց։ Մակրոնի նման մտերմություն ապագա եկող նախագահները Ֆրանսիայի չեն լինելու։ Ֆրանսիան բարեկամական երկիր կմնա, բայց այն տեխնազուները, որ կան ընտրվեն հիմա Մակրոնից հետո, այդ ինտեգրումը, այդ մտերմությունը չի լինելու։ Մենք հնարավորություններ ունենք, որ հնարավորությունները չեն օգտագործվել, այդ պոտենցիալները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք օրինակ գյուղմթերքի արտադրության 80%-ը վաճառում ենք այնտեղ։ Կոնյակի, խմիչքների էլի 80% եւ ավելի վաճառում ենք այնտեղ։ Մեզ պետք է նորմալ հարաբերություններ, որպեսզի մեր շուկաները մենք կարողանանք ապահովել, այսինքն մեր արտադրանքը կարողանանք ապահովել։ Մեր տրադիցիոն շուկան է դա։ Չի կարելի որևէ ձև, որևէ բանով այդ հարաբերությունները վտանգի տակ դնել։ Ես տեսնում եմ մարդիկ կան արդեն պատերազմ են հայտարարել Ռուսաստանին Facebook-ներում, այն որ հայեսա դե կտենակ էս կանենք, այն կանենք, ես չեմ հասկանում, այդ մարդիկ շամպես վախենում են Ալիևից, բայց ասենք այդ նույն վախը չեմ տեսնում Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն այդ որ Ադրբեջանը ահավոր երկիր է, տենց վախենում ենք, Ռուսաստանը ահավոր երկիր չի։ Ուր եք այս երկիրը նորից տանում արկածախնդրության, նորից տանում եւ հապկից դուրս գալ պետք չի եւ շարժվել դեպի Եվրամիություն։ Դուք դրա կողմնակից եք։ Ես մի բան գիտեմ, որ Եվրամիությունից մենք հրավեր չունենք։ Ուր եք շարժվում։ Ոնց որ հիմա ինձ մեկը ասի, ինչի՞ չես գնում Վալոդանց տուն, ասեմ, բայց Վալոդը սպասում է որ գնամ։ Պետք է հրավիրի է, չէ՞ այդ մարդը։ Ուրսուլան պետք է հրավիրի որ գնաք։ Հիմա դուք ունեք նախ մի բաժակ ջուրը։ Կարակ խմեք կամ չխմեք, ունեք, բայց խմում եք այդ ջուրը։ Մեկը ասում է եկեք այս ջուրը թափենք, ուրիշ ջուր էլ չկա։ Ծարավ նստեք։ Դուք ո՞րն եք ընտրելու։ Մեզ պահին Հայաստանը 7 միլիարդ դոլարի առևտուր է անում այդ տարածքում։ Եկեք փակենք, մարդիկ առաջարկում են փակել։ Շատ լավ, փակեք։ Գնացեք գյուղերը, ջերմոցային տնտեսությունները, նայեք բանկերից ինչքան վարկերով գործում են, ինչ եք անելու, տնտեսությունը ոնց եք փայելու։ Ուրեմն իմացեք, ինչ զենք հիմա հրապարակում ցույցադրվում է։ Ինչ մանկապարտեզ կառուցել են, ինչ դպրոց կառուցել են, ինչ կա, ինչ փող պատտվում է իրանց պարքեվաճարներից սկսած, այդ փողը աշխատվել է այդ տնտեսական գոտու։ Այդ տնտեսական գոտու։ Ոնց որ ծառի ճյուղին նստես, ճյուղը կտրեք։ Բայց Եվրամիություն արտահանումներն էլ են բավականին աճել։ Ես ձեզ թվերն եմ ասում 80% մեր գյուղմթերքը այնտեղ արտահանում։ Որպեսզի Եվրամիությունը, ես ասեմ, շատ կարևոր է։ Եվրամիությունը մեր արտահանումը լինի, վերջին 5 տարում պետքա բարեփոխումներ աներ Նիկոլ Փաշինյանը եւ ստանդարտները բարձրացնել։ Բայց քանի որ ինքը բարեփոխումներ չի կարողանում անել եւ իր թիմն էլ չի կարողանում անել, նորմալ մարդիկ էլ չեն ուզում ներգրավեն որ անեն եւ նորմալ մարդիկ արդեն իրանց հետ ոչ ոք չի ուզում աշխատի։ Այդ բարեփոխումները տապալված են։ Մենք ժողովրդին խոսք ենք տալիս, որ այդ բարեփոխումները մենք պարլամենտից կանենք, ոնց կանենք։ Այդ չափանիշները կբարձրացնենք, որ վաղը ձեր արտադրանքը փակեն մի տեղ վաճառելուց։ Դուք ուրիշ տեղ վաճառելու ձև ունենաք, այսօր չունեք։ Պարոն Մարուկյան, վերջում ձեր գնահատականը հրապարակված մի փաստաթուղթ չէր, ըստ էության թուղթ, որտեղ այսպես անունների շարք էր գրված, որոնք որպես այդպեսին, եթե գնահատենք, հա, այդ անունները նրանք են, ովքեր որ Հայաստանում պետք է ռուսական թելը թելեն։ Եթե ավելի այսպես մեղմացնենք եւ այդպես ասենք։ Հիմա ես խոսում եմ երկրորդ անունը ըստ էության ձեր անունն էր գրված Էդմոն Մարուկյան։ Հիմա եթե ես այդտեղ խոսում եմ, ասում եմ մեր գյուղացին բան արտադրում, որը վաճառվում է Ռուսաստանում։ Ես ռուսական թելն եմ թելում, թե մեր գյուղացու թելը։ Այդ հրապարակումը ադրբեջանական աղբյուր է, բնականաբար Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ որ հիմա պայքարում է պարլամենտում հայտնվելու, իշխանությունը փոխելու համար կապ չունի ինչ ճանապարհով։ Այդ բոլոր մարդկանց թիրախավորում են։ Ես անդադար միշտ եղել եմ թուրք-ադրբեջանական հարձակման տակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպան էի, ամբողջ իշխանության մեջ միայն ինձ էին թիրախավորում։ Ինչի, որովհետև հիմնական իրենց Ալիևին ես էի պատասխանում։ Հիմա էլ փաստորեն բանից ամերիկյան թելթելողից դարանք ռուսների թելը թելող։ Ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք ամերիկական թելն ենք թելում, Նիկոլի օրոք ռուսական թել ենք թելում, դա այնց առաջ Եվրոմիության թելն ենք թելում։ Այս երկրում կա մի հատ թել, մեր ժողովրդի թելն է, մեր ժողովրդի թելն ենք թելում, չենք ուզում մեր ժողովրդին տանեն պատերազմի կոտորեն, չենք ուզում մեր ժողովրդին սննկացնեն, չենք ուզում ռակետներ ընկնի մեր ժողովրդի գլխին։ Այդ չենք ուզում, դա համար է մեր դեմ պայքարում են, որ մենք չլինենք, բայց դե ժողովուրդը լսում է, կգնահատի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։
Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Էդվոն Մարուքյանն էր։